Որ ուժը որ իմ դարդը հասկանա ես իմի այսօրվա վիճակով ես ներկա իշխանության կողմն իմ բայց որ օրենքով չեմ կարողանում իմ շահերը պաշտպանել, մի քիչ կասկածում եմ, չգիտեմ։ Նոր ուժեր կան, Սամվել Կարապետյան, Արման Թաթոյան, Ցանկացել եմ միանամ, ցանկացել եմ ուղղակի եւ գրասենյակի տեղը չգիտեմ։ Որ ուժի գրասենյակը։ Սամվել Կարապետյանի։ Չգիտեմ, այսօր այնքան խառն է, որ այսօրվա վիճակով չեմ կողմնորոշվում, բայց հիմնականը եթե իմ հարցին լուծում չտան, ուրեմն մեր երկրում իշխանությունը չի գործում, ինչպես նաև մեր անցյալ այդ իշխանությունների օրոք։ Ինչ խնդիր ունեք դուք։ Ընտանեկան խնդիրը, որ այսօրվա վիճակով իմ դեմ կատարվել է բազմաթիվ հանցագործություններ, վերջի հանցագործությունը գախնի դեղերով մի ֆակտի հասցրեցին եղբորս եւ ուզեցին ինձ էլ վերացնեին, ինչի պատճառով կինս, իմ կինը եւ եղբորս կինը։ Ինչի պատճառով, տան պատճառով, որ գույքը մնա իրանց։ Չգիտեմ, եթե մեկնաբանեք, եթե ցույց կտակ այս ամեն ինչը, ես ձեզ շնորհակալ կլինեմ, որ ինչ-որ օրենքի բարձր ատյաններում ուշադրություն դարձնեին մեր նման մարդկանց, որ մենք ուղղակի այս ընտրական այս խնդիրներով մեզ անտեսել են, ուղղակի մեզ չեն նկատում։ Դուք փորձել եք դիմել դատարան։ Դատարան չեմ կարողացել դիմել, որովհետև ֆինանսից զրկված եմ, չունեմ ֆինանս թոշակառու մարդ եմ եւ այսօրվա վիճակով շատ դռներ եմ։ Հիմա նոր ես ազգային ժողովի ընդունանից եմ գալիս, շատ շուտ էի դիմել այնտեղ ու հարցից պատասխան չտվեցին ուղղակի, ես հանցագործության մասին հայտարարություն տվեցի, բայց անտարբեր մնացի։ Գուցե դատախազություն դիմեք։ Հիմա ես չգիտեմ, երկու քարի արանց եմ, ես ուզում եմ մտածեմ, տեսնեմ որ կողմը դիմեմ, որ ինձ նորից չուղարկեն մեր տարածքային ոստիկանություն, որովհետև տարածքային ոստիկանությունը ինձ խորհուրդ տվեց, որ դուք չեք կարելի ոչ մի բան հաստատեք եւ այս ամեն ինչը շուռակալու ձեր դեմ։ Այսինքն ես ապացույցներ շատ ունեմ։ Եթե հանցագործության մասին ես ներկայացրել եմ, այսինքն մնացած այդ քննիչական գործերն էլ ես պետք է անեմ, ես դա եմ ուզում հասկանամ։ Քննիչական գործերն էլ ես պետք է մասնակցեմ, այսինքն ես ապացույցներ բազմաթիվ կբերեմ, բազմաթիվ, որ կատարվել է այդ ամեն ինչը։ Խնդրում եմ ուղղակի ձեզ, եթե հնարավորություն կա, եթե ունեք այդ հնարավորությունը, բարձրաձայնեք, то որից է մի կառույց, որից է մի ղեկավար ինձ ոչ թե ինձ օգնի, այլ օրենքի սահմաններում պատժի չարագործներին։ Ես այսօր որովհետև դուրս եմ մնացել։ Ձեր գույքը վերցրել են ձեզանից։ Չարամի ձևով ես երբ որ ամուսնացել եմ, այո, ես սխալվել եմ, գրել եմ նրա անունով ու այսօր ընկել եմ կրակը, այսօր դուրս եմ արել։ Ինձ այսօր չունեմ հնարավորություն ոչ մի տեղ։ Ուղղակի ասենք ապրում եմ մայրիկիս թողած այդ պատվոլային հարկում, այսինքն երկրորդ հարկում բնակվում է իմ վաղամեռիկ եղբոր կինը եւ աղջիկը, հակել են դուռը ընդհանրապես, ոչ խոհանոցից, ոչ լողարանից, ոչ տուալետից, ոչ մի բան չեն թողում օգտվեմ, ինձ սարկած տունն է դա։ Ուղղակի խնդրում եմ, որպես հայ, որպես այ մարդ, որ ապրել եմ 65 տարի Երևան քաղաքում, ուղղակի բարձրաձայնեք, մնացած այն տեղեկությունները ավելի շատ են, ուղղակի ես ձեզի հապճեպ sense բացատրեցի կիսատ պռատ, բայց այնքան խորն է այս բանը, որ չգիտեմ, հանցագործությունների շարան կարող է գտնեմ իրան։